Հայաստանում կատարվում է կատարյալ թուրքացման գնալու գործընթաց։ Ապրելու դեպքում այնպես կապրեն, ինչպես Ստամբուլում, Անկարայում, Արևմտյան Հայաստանում են ապրում։ Ինչը հո չի ասելու ես եկել եմ ուզում եմ եկեղեցին քանդել, կործանել։ Սատանան երբ է գալիս ասում ես սատանան եմ։ Մեկը չգիտեմ թատրոնի երաժշտական ղեկավարը ասում է վայ խոսեմ կհանեն, մեկը էս է ասում է լավ թող ես չխոսեմ ուրիշը խոսի, իրենք ժողովրդին տվյալը երբեք էլ չեն եղել, արեք անկեղծ խոսենք։ Ամենամեծ խայտառակությունը մեր պատմության 2021 թվական հունիսի 21-ի ընտրություններն են։ ԿՊ-ն Նիկոլի ղեկավարությամբ արգելում է մեզ Արցախ, Արցախայություն, պատմական Հայաստան, Արարատ լեռ։ Նիկոլին էլ փոխեցինք եւ այլն եկավ ուրիշ իշխանություն։ Մենք հոգեբանության մեջ, մենք հիմար կուկու ենք։ Տալու ենք ու տվել ենք։ 1000 տարի առաջ անի ենք հանձնել, Կարս ենք հանձնել, մի տարի Շուշի ենք հանձնել։ Նիկոլներ էլի են ծնվելու, վաղնել են ծնվելու, հայ ժողովուրդ, եթե ուզում ես ապրես, միշտ զգուշ եղիր։ Նիկոլներ միշտ ծնվելու են։ Մեր գրականության եւ արվեստի մեջ, մշակույթում, երբեք չեղել պատերազմի կոչ, վրեժի չգիտեմ ինչի կոչ, Չորրորդ հանրապետությունը չհանրապետությունն է, չգոյությունն է։ Հայաստանում շարունակվում է եկեղեցի իշխանություն պայքարը, ավելի շուտ մի կողմի արշավը։ Զուգահեռ չենք տեսնում մերօրյա չարենցների ու շիրազների ընդվզումը։ Բարև ձեզ, ես Արկադի Գրիգորյանն եմ, Կիզակետում այսօր կլսենք ստեղծագործող մարդու, որը երկրում կատարվողին արձագանքող քչերից է։ Բանաստեղծ Հուսիկ Արա, բարի գալուստ Կիզակետ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ ժամանակ գտնելու համար։ Նախ ձեր տպավորությունը ինչ է կատարվում Հայաստանում այն նախաբանի առումով։ Մասնավորապես ինչ էր Կիրակի հովանավանքում տեղի ունեցածը։ Փաշինյանը ասում է, գիտեք, որ իմ խնդիրը եկեղեցու հետ չէ, վեհապարի հետ է ու էլի մի երկու բարձրաստիճան հոգևորականի, եւ ես ուզում եմ փրկել եկեղեցին, մաքրել եկեղեցին, մոտարապես այսպես է ինքը մեկնաբանում։ Ձեր տող, խնդրեմ։ Նախ Հայաստանում կատարվում է կատարյալ թուրքացման գնալու գործընթաց։ Զրկվել Հայաստանի պետությունից, պետականությունից, դարձնել թուրքական տարածք։ Հիմա հայեր հատուկ են փոքրիկ համայնքներ կապրեն, թե չեն ապրի, դա արդեն խնդիր է եւ ապրելու դեպքում այնպես կապրեն, ինչպես Ստամբուլում, Անկարայում, Արևմտյան Հայաստանում են ապրում, այն նույն Պորսի հայ համայնքը։ Հա, նույն հոգեբանությամբ, նույն կարգավիճակով, ձայնազոր, գերավազոր եւ այլն։ Սրան է գնում հստակ։ Եվ այդ տանելու գործընթացի կարևորագույն հանգույցներից մեկն էլ հայ առաքելական Սուրբ եկեղեցին է, որը պետք է ոչնչանա որպես խոչընդոտ ու արգելք, ինքը մեծագույնն է։ Որտեղ աշխարհում մենք ունենք միակ մի կառույց, միակն է հայ առաքելական Սուրբ եկեղեցին, որ ամբողջ աշխարհում ունի շատ կուռ կայուն ցանց ամենտեղ, ամբողջ աշխարհում։ Մենք ուրիշ որևէ այդպիսի ուժ կազմակերպություն չունենք։ Եվ դարեր շարունակ, արդեն 1700 տարիից ավել 1724 տարի է, մեր եկեղեցին եղել է իսկապես ազգապահպան, երկրապահպան, կարևորագույն գործոն սյունը։ Դա ինքնուրույն ինչ անում Փաշինյանը, ես ճիշտ հասկացա։ Փաշինյանը կատարում է իր առջև դրված, արդեն հստակ է իր առջև դրված այն բոլոր ծրագրերը, որոնք օր-օրի առաջարկվում են, ներկայացնում են իրեն։ Ինքը սկզբանը երևի ոչ թե երևի հաստատ չգիտեր, որ այդքան խորանալու է, այդքան ինքը խրվելու է այդ ճահճում։ Իրեն արդեն պարզ է թուրքական որոշակի արևմտյան ուժեր բերեցին իշխանության, որպեսզի Արցախի հարցը լուծվի, իրեն ասել էին Արցախը տակ դուք հրաշալի եք ապրելու եւ այլն։ Այսինքն 21-րդ դարում անգամ եկեղեցին, հա տեսեք ուր ենք հասել արհեստական բանականություն եւ այլն, անգամ այս պարագայում դուք կարծում եք, որ հայ առաքելական եկեղեցին ունի այդ ազդեցությունը, որ այսպես պետք է նրա դեմ պայքարել, հա, ճիշտ եմ հասկանում։ Հա, ինքը ամբողջը, նայեք, Գարնանը, որ սկսվեց այդ արշավը, Շվեյցարիայի մեջ, մեր կաթողիկոսը, վեհապարը հայտարարեց բռնազավթված Արցախ, հայտարարեց, որ պետք է անվտանգ եւ ապահով վերադարձ լինի Արցախայության, վտանգված են մշակութային արժեքները, հայկական, քրիստոնեական,
որոնք պետք է պահպանվեն եւ այլն։ Այն բոլոր խնդիրները բարձրացրեց, որ առկա են այսօր։ Իսկ դա բնականաբար Ադրբեջանին ընդհանրապես դուր չի գալիս կամ Թուրքիային։ Մենք չմոռանանք, որ երեկ էլ այդ Եվրանիստի, այնտեղ առաջամեր ընդդիմությունն առաջարկել էր նախագիծ, որ Արցախայության վերադարձ իրենց բնորան, իրենց տներ։ Այդ մարդիկ, այսպես ասած, կադաստրի թուղթ ունեն, իրենց օրինական բնակարանն է, տունն է այնտեղ, իրենք իրավունք ունեն բոլոր միջազգային օրենքներով։ Սա այն խնդիրն է, որ ամբողջ աշխարհում առանց այլևայլության ասել են այո։ Տարածքային պահանջ չէ եւ այլն, հումանիտար խնդիր է։ Հումանիտար խնդիրը ամբողջ աշխարհն ասել է այո։ Եվ ասում է։ Եվ ԿՊ-ն չի քվեարկել եւ կոչ է արել եվրոպական պատվիրակներին չքվեարկել։ Այսինքն այդպես մենք ասում ենք Ադրբեջանը չի եկել, Ադրբեջանը գար պետք է իրենք պատվիրակները պայքարեին, որ չքվեարկեք չլինի։ Ադրբեջանը ասում են հայ պատվիրակները կան, էլ մենք նեղություն կաշենք, դες դեն գնանք։ Մեր փոխարեն իրենք գործում են։ Ինչպես 2 ամիս առաջ ԵԽԽՎ-ում նույն բանաձևի հետ կապված էլի իսպանացիներ, գերմանացիներ եւ այլն ասել էին, որ այո կքվեարկենք, հետո վերջում ԿՊ-ի պատվիրակները մեր Եվրախորհրդարան գնացող դեմ էին քվեարկել եւ ասել են լավ, եթե դուք մեր ընդդիմության պատգամավորներին էին ասել, եթե ձեր իշխանությունը դեմ է, դուք դեմ եք, մենք իսպանացի, գերմանացի, լավ, ինչու ձեզանից ավելի հայ գտնվենք։ Այդ խայտարակություն, այսինքն խայտարակությունը ամոթը նվաստացում է ինչ կատարյալ թուրքական մոտեցում է ծրագիրը, դա այնքան ակնհայտ է։ Ես նորություն չեմ ասում, բոլորն էլ տեսնում են, զգում են, գուցե մի մասին հասարակության չի հուզում, մի մասին հուզում։ Այսինքն դա փաթեթավորում է, ընդամենը որ ես հայ եկեղեցու զավակ եմ եւ ուզում եմ մաքրել իմ մայր եկեղեցին այդ արտահայտությունները, դա ուղղակի ինչի եմ դա ասում, մինչեւ ուր կհասնի այդ հայտարարությունը։ Օրինակ կաթողիկոսին կարող է կալանավորեն, մայրաթորը շրջափակեն, մանավանդ որ ասել առաջիկա Կիրակի էլի եմ գնալու Հովանավանք։ Ուրեմն դուք ձեր հարցի սկզբնա մասին անդրադառնամ, որ ասում եք ինչու է այդպես ասում ես եկեղեցու զավակ եմ։ Ինչը հո չի ասելու ես եկել եմ ուզում եմ եկեղեցին քանդել, կործանել։ Սատանան երբ է գալիս ասում ես սատանան եմ։ Լրիվ հակառակն է, ախր։ Սատանան գալիս ասում ես բարի ուժ եմ, ես լսեք բան ու տանում է, հա։ Երբեք սատանան ինքը չի կանգնել ասել գիտեք ինչ ես սատանան եմ, եկել եմ ձեզ կործանեմ։ Ասում է ես բարի ուժ եմ, եկել եմ ձեզ փրկեմ։ Հա։ Հիմա սա է եւ մյուս քայլերը որ նայենք Փաշազադեն երբ ասում է, որ վտանգ է ներկայացնում հայ առաքելական եկեղեցին, իհարկե թշնամու համար ինքը վտանգ է, հա։ 1-2 օր հետո սկսում է հերթական հաղթարշավը, այսպես ասած, լավ հաղթումի արշավը հայ առաքելական եկեղեցու դեմ։ Ասում են լավ, դուք կատարում եք նրա պատվերը Փաշինյան կամ ԿՊԱ-ական։ Չես մե զուգադիպություն է, լավ մեկը զուգադիպություն, երկուսը, երեքը անվերջ զուգադիպություն է, անվերջ Բաքուն ինչ թելադրում է, Երևանը կատարում է, պաշտոնական Բաքվի բոլոր հրահանգներն առ այսօր կատարում եւ մենք տեսնում ենք նրանք օր իրենց ոչ միայն խաղաղության չեն գնում, այլ ագրեսիվ թշնամական հռետորաբանությունն են մեծացնում։ Նրանց պատգամավորը հիմա դարձել 500,000 պետք է գնան վերադառնան։ Իրենց պատմական հայրենիքը չգիտեմ, մեր մշակույթը, մեր բնորանը, ինչ պատասխան պիտի տան այն զավակների համար, որոնք չեն ծնվել կամ ծնվել են իրենց մայր հայրենիքում, որ պիտի գնան եւ լսեք դուք ինչ հայրենիք, ինչ պատմություն։ Ասում է 1918-ից 20 թվականներին հայերը ցեղասպանել են ադրբեջանցիներին։ Այդ թվականներին ադրբեջանցի էթնոս չի եղել։ 1936 թվականին է նոր դրանց անձնագրերում գրվել ազգություն։ Ազգություն չի եղել, այ բալամ։ Հա զորում եք, այստեղից էլ լռում են։ Այսինքն այն ամբողջը, որ իրենք են մեր գլխին արել, ցեղասպանել եւ այլն 1918-ից 20 թվականին, կոնկրետ 1920 թվականին Շուշում 30-35,000 հայություն է կոտորել, Նյուրին Փաշան էր եկել, հիմա այս ամբողջը դնում եք մեզ վրա,
Էնվեր Փաշայի եղբայրը եւ այլն անգլիացիներն էլ հովանը որ կանգնեցին նավթի գազի խնդիր ունեն։ Ամենակարևոր հարցը դուք նկատեցիք կամ նկատում եք հասարակական լայն աջակցություն Փաշինյանի այս ճակերտավոր արշավին եւ հակառակը թե ավելի շատ աջակցություն Մայրաթորին, Վեհափարին եւ ինչու եմ սա ասում որ կա մինչև այդ տեսել են չէ Փաշինյանը Արցախի եւ այլ հարցերում եղել եւ մարսվել է Այս առումով ինքը կունենա այդ իր պատկերացած հաղթանակը, կարող է հաղթել եկեղեցուն, ելի եմ կրկնում իր պատկերացմամբ։ Գիտեք ինչ Հասարակության մեջ ինչ եք տեսնում, էլի դուք եք հասարակության։ Բնականաբար նա չպետք է աջակցություն ունենար։ Ամբողջ դուք նայեք, ի վերջո պետությունը պետական համակարգ ամբողջ գործելով, ինչքան մարդ էին տարել Հովանավանք։ Անդիմությունը չի կոչ չի անում, պետական համակարգն է գործել, իր բոլոր ինստիտուտներով գործել են։ Եվ ինչքան մարդ են տարել։ Ինչ որ մեկը սեռական շեղված էր, մյուսը աղանդավոր էր եւ այլ ակտիվ ագրեսիվներից կային այնտեղ ճանաչում են, նկարում են, ցույց են տալիս։ Չի կարող ունենալ, դա հավատի դեմ է գնում։ Աշխարհում կա երկու ֆանատիզմ՝ սերը եւ հավատը։ Մեկ սիրարված սիրող մարդն է, որ դուրս է գալիս այլ չափման մեջ, մեկ էլ հավատի առումով է, որ ես չգիտեմ, երկուսից ավելի հզոր մարդու մեջ ընդգծվածը հավատն է, թե սերը։ Հանուն հավատի, հանուն սիրո դավաճանել են նույնիսկ երկրներ, պետություններ, գիտենք։ Հանուն հավատի մարդիկ նահատակվել են։ Պատերազմներ են մղել։ Պատերազմներ ավարերից մինչև Սարդարապատ մեր, հատկապես մեր ժողովրդի մեջ։ Մեր էպոսը ամբողջը մեր հավատի վրա է հենված։ Հենքը հավատն է, կրոնը։ Պատահական չէ որ Մանուկ Աբաղյանն ասում է կրոնավեպ, կրոնական վեպ է Սասնա ծռերը, որովհետև այնտեղ որևէ գործարք առանց Աստծո միջամտության չի կատարվում էպոսումներ։ Վերջը, հիմա դու եկել ես մի ամբողջ ժողովրդի հավատի վրա ես հարձակվում արշավում, բայց սա տանում է սա կաթողիկոսի կամ հոգևորականների անվան տակ, իհարկե մենք չփորձենք այդպես արդարացնել, թե այո, պիտի գնա կաթողիկոսի կամ ոչ դու ով ես կամ մյուսն ով է հոգևորականի կամ կաթողիկոսի դեմ արշավի այդ անվանտանք ինքը քանդում խարխլում հայ առաքելական եկեղեցին սկզբնական շրջանում կպարակտեն կոչնչացնեն ինքը չի դառնա ուժ եւ գործոն հետագայում դավանափոխ արդեն թուլանալով կլինենք սա է նրանց նպատակը այսինքն որևէ դավանանքի էլ չպատկանենք Սա է թշնամու ուզածը։ Այսինքն այդ ժողովրդի մեջ ձեր ասած խորը նստած հավատը, որը տեսեք ընդվզման է բերում եւ չի թողնում աջակցել Փաշինյանին, այդ հավատը չի փրկի ամեն, այսինքն հավատը հաշվառանով չի հասարակությունը ոտ կանգնի ու այդ ջլատումից էլ պաշտպանի Մայրաթորը, դա նկատի ունեմ, այս ուժը։ Պաշտպանելու է։ Մեզ դարեր շարունակ հազարամյակներով երբ մենք ասենք որոշակի հատվածներում պետություն պետականություն չենք ունեցել, մեզ պայել է երկու բան։ Լեզուն եւ հավատը։ Դες Հայաստանից դուրս գտնվելով ստիպված արտագաղթելով եւ այլն, ինչու է համաշխարհային ցանց ամենտեղ հայը առաջինը կառուցել է իր եկեղեցին, դպրոցն է բացել եւ տպարան։ Այսինքն գրականություն է տպել։ Այդ երեք կարևորագույն հանգույցներն են, որ աշխարհի ցանկացած վայրում կա կարող է լինել մի Աֆրիկյան երկրում մի փոքրիկ խումբ 9-10 հոգի նույնիսկ հայ իրաց փոքրիկ մատուռ ունեն։ Դա ամբողջ բանում տարածված է աշխարհում հայը որտեղ եղավ նախ իր եկեղեցին է կառուցում, դպրոցն է բացում եւ տպագրությամբ է զբաղվում։ Փաշինյանը գերագնահատել է իր ուժերը այսպեսի հզոր բանի դեմ դուրս գալով տեսեք։ Փաշինյանը ինքը ոչինչ չի գնահատում, գերագնահատում կամ թերագնահատում։ Իրան ասում են այսպես պետք է անես։ Ինքը անում է։ Սա ակնհայտ է։ Էլի եմ ասում, իրենք 18 թվականին այդքան խորությամբ չէին բանարել, որ գնում ենք կործան։ Գուցե հավատում էին, որ գնանք այդ ուժերը մեզ ասում են Արցախը տվեք լավ կապրեք, գուցե իրանք նույնիսկ դա բարի նպատակ էին համարում, որ հայ ինչ ա եղել, Արցախը հանձնենք, էլի ադրբեջանցիները շատ լավ առևտուր եւ այլ, բայց տեսնում եք այդպես չի, Արցախը հանձնել ես, հայ չի մնացել, էլ ինչ են ուզում, միջանցնեն, լավ, միջանցնել տվեցիր, էլ ինչ են ուզում,
Հիմա էլ ասում եմ ամբողջ մեր աշխարհագրական տարածքն է, պիտի վերադառնանք հոգեբորին ենք, ամենաարմատականին ենք ապրում, որը որևէ տարածքային զիջման հետ համեմատելի չէ, էլի, ասեմ։ Գիտեք ինչ, իրենց ուղղակի թշնամուտը իր լեզվով պիտի խոսես, պատասխանել է պետք, ասում է սա մեր աշխարհագրական տարածքն է, մեր մշակույթը եւ այլն։ Հենց հիմա ձեր տաղավարից դուրս գանք, հավաքվենք, կամ էլի մարդիկ հավաքենք, ադրբեջանցիներ հրավիրենք, եկեք, մի հատ կես քար գտեք Հայաստանում, որ հիշեցնի ադրբեջանական մշակույթ։ Երբ ես Արևմտյան Հայաստանում պտտվում եմ, երբ ասում եմ սա իմ պատմական հայրենիքն է, ամեն քայլափոխին ես Արևմտյան Հայաստանում հանդիպում եմ հայկական մշակույթի։ Վերջերս էլ թուրքերը փորեցին, խոնարհված Սուրբ Պողոս Պետրոս եկեղեցին, Աշոտ Բագրատունու դամբարանը գտան այ մարդ։ Իրանք կրակն են մեզ փորել։ Հա, ես էլ գրեցի Facebook-ում թուրքեր մի փորեք հողը, հակառակ դեպքում հայ արքաների դամբարանները գտնելու։ Հիմա փաստը մնում է փաստ։ Հիմա սրանք, որ ասում եմ ոչ որպես, մինչև հիմա իրանք ցեղային միավորումներով են ապրում։ Այրումներ, թաթեր, թալիշներ, չգիտեմ ինչեր, հա, իրանք կովկասյան թաթարներ են, իրանք թուրքեր չէ, ես թուրքի հետ խոսել եմ ես։ Թուրքերը, հա, երևի կվիրավորվեն, որ իրենց ադրբեջանցիները արհամարում են։ Իմ կողքը նստած, որ շրջում էինք, վարորդ է, որ խոսում էինք, բան, լսեց ադրբեջանցի, մաշուրեգաց խառախուռա։ Թուրք վարորդը, թուրքը ադրբեջանցու մասին խառախուռա ասաց։ Պարոն, գանք մի քիչ ձեր դաշնային, ու այսպես մասնագիտական կամ համքարության, ինչպես կուզեք կոչեք։ Մտավորական բառն եմ օգտագործում, բայց շատ պայմանական։ Մտավորականը, որովհետև ըստ իս խորհրդային շրջանում համահավասար բոլորին, ով գրում էր, նկարում էր, երաժշտություն էր ստեղծում, բոլորին ասում են մտավորական, իմ սուբյեկտիվ կարծիքով մտավորականը մի քիչ ուրիշ այլ բան է, չգիտեմ, մտավորականը օրինակ Վիկտոր Համբարձումյանը շատ չընդլայնեմ, ենթադրենք։ Հիմա այդ էլի, հա, այդ շերտը, գրող, երաժիշտ, իզուր չասի, մեր օրյա Չարենց, չգիտեմ, մեր օրյա Շիրազ, ում անունը կուզեք դրեք։ Ուր են, ինչու ձայն չեն բարձրացնում, կամ սխալ ասի, 1-2-ն են, ասենք մեկը դուք եք եւ էլի ասենք մի 5-6 հոգի։ Չէ՞ որ նաեւ մի ամբողջ ցանկ կա, ինքը ուշագրավ է մարդկանց ցանկ կա, որոնք եկեղեցու կողմից տարբեր տարիներին հայ առաքելական եկեղեցու բարձր շքանշանների, պարգևների մեծարման են արժանացել, նույն վեհապարի կողմից ընդունվել եւ այլն։ Ուր են։ Գիտեք ինչ, այսպես է, գուցե մարդկային է, ես չեմ կարող ասել, բայց ինչպես նշեցիք, մտավորականին, արվեստագետին, ստեղծագործողին հարիր չէ։ Հիմա ինչ որ պետք է ասեմ։ Կնեք ձայն բարձրացնելով են, չէ՞ նաև իրենք սովորական երաժշտից դառնում մտավորական, ճիշտ եմ ասում։ Հացի խնդիրը, աշխատանքի խնդիրը, ես դրա համար ասում եմ, գուցե մարդկային է, բայց ստեղծագործողին հարիր չէ։ Ամեն մեկը իր հարցն է լուծում։ Այսպես անկեղծ նայենք եւ տեսնենք, մեկը չգիտեմ թատրոնի երաժշտական ղեկավարը ասում է վայ խոսեմ կհանեն, մեկը էս է ասում է լավ, թող ես չխոսեմ, ուրիշը խոսի, կողքից էլ որ ինձ ու մյուսին տեսնում են, փող, ապրես բան, այդպես խոսիր, ասա, բա դու ինչու՞ չէ։ Ես խեղճացած եմ, կապված եմ, այս խնդիրները կա, բայց դա բան չի։ Ինչ ժողովրդավարական է։ Մարդու խոսքի բառի համար տանում կալանավորում են ժողովրդական։ Բացի դա, տեսնում են Սամվել Կարապետյանի պես, մարդուն աշխարհի միլիարդատերերից է։ 3 բառ ասեց ընդամենը, հա։ Բան չասես, մեր ձևով կմասնակցենք։ Ոչ թե կմիշա մասնակցել, որի մեջ ագրեսիա չկա։ Չէ, բան ասես կմասնակցենք։ Ինչի՞ պատել դրա համար տանում կալանավորում են այդ ձևով։ Եթե մարդում շարքային քաղաքացին է կամ մտավորական արվեստագետը նայում ասում է այսպիսի մարդուն տիտան գիգանտ ասենք իր ունեցվածքով կարողությամբ ամբողջ աշխարհն է ճանաչում եւ այլն որ ինչպես ասում են կառնիկը ծախի տարածքներ եւ այլն հա էլի դե նաեւ փողը ուժ է ոնց ուզում ենք նայենք աշխարհում եթե իրան կալանավորում են ես ով եմ սա էլ կա վախի մթնոլորտ չգիտեմ ինչ ով խոսում է ով ընտրվեց քաղաքապետը դիմադիր ուժերից կալանավորեց ինչ որ այ նրանց անցած ճանապարհը բան չեմ քննարկում Գյումրիի քաղաքապետը արդար ընտրությունների արդյունքում կոալիցիայով ընտրվել է քաղաքապետ հիմա նոր հիշեցիր չգիտեմ ինչ կամ բանը Մասիսի քաղաքապետը հա հիմա հիշեցիր որ 7-7.5 տարի առաջ ինչ որ բան է արել ախր ակնհայտ երևում է
որ ամբողջը քաղաքական հետապնդում է։ Ինչու որ ընտրություններ վախենում են որ կպարտվեն, բայց իրենք չէ որ թվում է որ մենք ժողովրդի ընտրյալն ենք, առերևույթ ինքնավստահություն ունեն դրսևոր, բայց ինչի են, ինչից են վախենում։ Իրենք ժողովրդի ընտրյալը երբեք էլ չեն եղել, արեք անկյաց խոսենք։ Ժողովուրդը որպես այլընտրանք է Փաշինյանին ընտրել։ Ստիպված, որովհետև 18 թվականներն էր ժողովուրդը լավ ինչ որ է, գոնե այդ ժամանակ այդպես ապուշ չէր էլի որ լրագրող է փողոցում եկել է միտինգ եւ այլն անում է, ոչ պետություն է կառավարել, ոչ կառավարման փորձ ունի, ոչ նախարար, ոչ չգիտեմ փոխվարչապետ կամ ինչ աշխատել, օրինակ մարդիկ լավ գիտեն խորհրդային միությունից եկող Կարեն Դեմիրճյանը գործանի տնօրիներ շատ լավ ղեկավարներ եւ այլն բերեցին քարտուղար։ Մարդիկ փորձ ունեին։ Անուններ մեկ-մեկ չտամ, թեկուզ էս վերջի շրջանում էլ։ Բայց երկիրը նախկին կառավարությունը Սերժ Սարգսյանի իշխանությունը հասրել ապոկալիպտիկ վիճակի։ Ապոկալիպսիս էր երկրում, որ այն ճար չկար, կարողացան նաեւ դրսի ուժերը այդ հոգեվիճակը օգտագործելով գտնել մեկին, ով կկատարի իր պահանջները, ում կուտ կտան նաև կուտը, ես քիչ առաջ ասում էի, ներեցեք այդ բառերից համար, թե գնա այս տուր Արցախը դուք հրաշք ապրեք, փրկես Հայաստանը եւ այլն, հա, հիմա եկել է, էլի պիտի տաս, էլի արդեն ինքը խրվել է ճահիճը։ Այս մարդիկ խանգարելու են իրեն, հա, ում որ ինքը բռնում է։ Ես խոսքս ավարտեմ, ինքը արդեն խրվել է ճահիճը եւ գնալու ամբողջն է տալու, ինքը այլ տարբերակ չունի։ Հիմա այսպես որպեսի նախկինները չընտրվեն 18 թվականին դուրս եկան կամ գնան Փաշինյանին բերեցին իշխանության։ Եկավ 21 թվականն էլի ժողովրդի առջև դրեցին խնդիրներ, հա, թերևս այդքան խորը չգիտակցեց, որտեղ ամենամեծ խայտառակությունը մեր պատմության 2021 թվական հունիսի 21-ի ընտրություններն են։ Դա հավերժ խառանա մնալու մեր ճակատին, որ չէր կարելի, ուղղակի չէր կարելի Նիկոլին ընտրել։ Էլի այդ խաղացին նախկիններ ներկաներ լավ է սրանք քանդրան, մարդիկ հասկանում են, զզվել էին նախկին վիճակից, նրանք քանդեցին, սա ավերեց։ Եկեք բարձ խոսենք, ոչ մեկ պետություն չի կառուցել, ոչ մեկ չի մտածել այս պետության մասին, ոչ ոք չի սիրել եւ այլն, անկեղծ խոսենք։ Ես երբեք էլ որևէ մեկի շահը չեմ պաշտպանել, չեմ պաշտպանելու, չեմ եղել մեջները կամ ինձ հետաքրքիր է իմ երկրի շահը, ես ամեն կերպ պայքարում եմ, որ այս եղած իմ հայրենիքը չկորցնեմ։ Անշահախնդիր, մարդիկ զարմանում են, ինչու ոնց է անշահախնդիր։ Շահ չէ, չունեմ ախպեր ջան։ Ավելի մեծ շահ քան հայրենիքը ինձ համար չկա, ես իմ հայրենիքի համար եմ պայքարում։ Վերջը այդպես հիմա այսինքն Նիկոլի աջակցությունը ժողովրդի կողմից միշտ եղել է սարսափը նախկինների չվերադառնալ նախկին կյանքին։ Ինքը լավ օգտագործել է։ Հա, սա եղել, որ ասում են Նիկոլա աջակցություն եւ այլն, 18-ից ինքը չունեցել, ինքը ուղղակի չարես այլընտրանք, չարես փոքրագույնն էլ մի կողմ թողնում։ Այսպես են բերել իշխանություն։ Հիմա էլ ինքը գուցե գա հունիս ամիսը 21 թվականի ընտրություններ, ներքին արդեն ինքը շանտաժներ անում։ Դուք ընտրությունը կատարելու պատերազմի եւ ոչ պատերազմ խաղաղության, ոչ խաղաղության երկու օր առաջ էլ ասաց հիմա ինքը այսպես է ինձ կընտրեք խաղաղություն կլինի չգիտեմ ինչ իսկ երեք Վանի գրասենյակը ինչա հայտարարեցին ալիվի որ խաղաղություն չի կնքվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եւ դրա համար մայիս ամսին այդ Евроньюз-ը ինչա դրա Եվրոպա համայնքի բանին չի գալու դա չի գալու որովհետեւ խաղաղություն չկա սա գորմա Ֆրանսիայից ամեն իր հաղթատուղթն է ինքը ուրիշ թոզ չունի փչելու ժողովրդի աչքերին խաղաղությունը բերել եմ աներեք ասած խաղաղություն չի եղել որ գամ հա հələ հարցը կլինի չէ ես պատգամավորն ասում են ինչ խաղաղություն դե իշխանական պատգամավորները Ալիևի խոսնակներն են ասում են հայերը էլ չգիտեմ ցեղասպանություն էլ մանկասպանություն չգիտեմ ինչպես են պատասխանելու ինչ պատասխան են տալու ինչ են ասելու մեզ ներողություն պիտի ներողությունով հոչի այսինքն մեզ ոչ միայն այդ մարդիկ խաղաղություն չեն ուզում այլ քեզ ամբեր դնում են այն վիճակում ոչ չասնելու իսկ մենք այստեղից մի բառ չենք ասում ախպեր արցախայության վերադարձ արգելված Արցախ ասելը ամեն կերպ այն դիվայնությամբ որը թուրքն է արգելում մեզ նույն դիվայնությամբ ԿՊ Նիկոլի ղեկավարությամբ արգելում է մեզ Արցախ, Արցախայություն, պատմական Հայաստան, Արարատ լեռ,
Չգիտեմ, հիմա էլ հայ առաքելական եկեղեցի, որովհետև դա թշնամուն երբեք դուր չի եկել։ Մի ընդհանրացի մտամ, որ նախորդից բխեց եւ այդ ձեր նորվա ավարտած թեմայով էլ կավարտենք նոր որ ասեք։ Ենթահարց այն մասով, որ ասում եք հացի խնդիր են լուծում մարդիկ պլյուս վախենում են տեսնելով եւ այլն, որ ինչ են անում մտավորական, վախենում են մյուսների օրինակից։ Ուղիղ հարց, միթե ավելի դաժան վիճակ է, քան Ստալինի օրոք։ Այն ժամանակ մահարի ձայն բարձրացնողն եք այն Ստալինի ժամանակ, որ համարում են 20-րդ դարի ամենաուժեղ բռնաճնշումային փուլը։ Միթե ավելի վատ է վիճակը, որ վախենում են։ Դե այն ժամանակ ինչ որ շշուկներն էլ գուցե տեղ էին հասնում, այնպես չի Չարենցը չոր հակա սովետական կամ հակա մի փուլում այսպես է, մյուս փուլում այնպես է։ Չմոռանանք Չարենցը ունի բանաստացություն Խորհրդային Ադրբեջանի 15-ամյակին եւ այլն, հա։ Լենինն ու Ալին ունի ամեն ինչ ունի, չէ, հետո չէ, Ադրբեջանն էլ նվիրված։ Ինչ որ բանի համար բաները եւ ինքը շատ լավ էր մինչև վերջի տարին Կենտկոմի հետ, այնտեղից փողեր ստանալ ամեն ինչով Կենտկոմի իմ աստծո պոեզիայում ինձ համար աստվածային արժեք ունի Չարենցը, բայց Կենտկոմի կերակրատաշտում էր բոլոր իշխանություններին գովերքող։ Սկսած Միասնիկյանից, Խանջյանից եւ այլնից, Միասնիկյանը, որի համաձայնությամբ, հանդուրժողականությամբ Արցախը, Նախիջևանը բանը տրվեց։ Եկան ասեն, արախի տվեցիր, ախր բաներ պիտի լիներ, նրանք ճանաչեն։ Բան Արիմանովն ասել էր, ես առանց Արցախի, Ղարաբաղի, որ գնամ Ադրբեջան, ինձ կսպանեն լավաստեղ կախվեմ։ Խիղճը մարդու տանջես տվեց։ Ամենամեծ հողատուն է դա Ալեքսանդր Միասնիկյանը։ Եթե մենք ասում ենք Շահումյանը ոչ մնար այսպես չէ, Շահումյանը հայ բոլշևիկ էր։ Գուցե ինքը մնար Բաքվի բաններ, ղեկավարներ, առաջի քարտուղարներ լինելու, գուցե այս ամբողջը միացներ, դարձներ բան, Անդրկովկաս, Ադրբեջան։ Այսինքն մենք չգիտենք, ես խիստ կասկածում եմ եւ գրեթե համոզված եմ Շահումյանի ողջ մնալով մեր վիճակը շատ ավելի անմխիթար ու ծանր լինելու, որովհետեւ նա հայ բոլշևիկ էր։ Ինչպես Ալեքսանդր Միասնիկյանը արդարացնում, դե Միասնիկյանը Հայաստանում չէր ծնվել, հայրը այդքան բան դրա համար այսպես շռայլորեն բաժանեց։ Հայարքը լավ միտք ուներ բերել հայությանը միտեղ մտավորականության։ Բան ես ասում եմ փաստերը, մենք միշտ ասում ենք հայը սրբագրում են։ Ինչպես Անաստաս Միկոյանն ենք սրբագրում, որը ստորագրել է հայերը գնդակարելու բաներ։ Հա։ Պատմություն կա, փաստագրություն կա։ Վայ հայը եկեք, ինչ ես արդարացնում արա։ Նկատի ունեմ ժամանակաշրջաններն ու տիրող բարգը իշխանության վարվելակերպը համեմատության եզր ունեն բռնաճնշումների առումով, որ թե զուտ միայն հացի խնդիրն է առաջնահերթը։ Այսինքն բռնաճնշման ենթարկվելու վախն է, թե սոցիալականը, որ ում մասին որ խոսում ենք, իրենք пассив են։ Դե հենց մեր մեջ կա նաև խեղճություն, մեր ազգի մեջ կա խեղճություն։ Գիտեք ինչ։ Այդ հիմար կոկուն Թումանյանի, դες ամեն հայ անցնում է դպրոցում։ Աջակցու առակը, երբ այցերը գայլերին նամակ են գրում։ Բոլորը գիտեն, բայց որևէ մեկի գլխում չի հա, որ ասում են կրթվեն հայերը, կարդան շատ բան կփոխ, չէ, մենք չենք փոխվում։ Շատ դաժան բան կասեմ, այսօր Նիկոլին էլ փոխեցինք եւ այլն եկավ ուրիշ իշխանություն։ Մենք հոգեբանության մեջ, մենք հիմար կուկու ենք։ Տալու ենք ու տվել ենք։ Աշխարհի հնագույն քարտեզի վրա կա 3 պետություն։ Բաբելոն, Ասերոստան, Հայաստան, Ուրարտու։ Մնացել ենք մենք։ Հա, Ուրարտական քաղաք է Երևանը, խնդրեմ, քարն էլ գտած է ամեն ինչ։ Դա ռուսներն են գտա, հայերը չեն գտա, որ ասեք, հա։ Իհարկե գտնված է։ Անկախ նրանցով է գտա։ Այդ Հայաստանից մնացել է այսքան։ Թուրքերը նորեկներ են, նրանք 90 միլիարդ են, լավ Ադրբեջան ու Թուրքիա միասին, մենք 3 միլիոն ենք։ Անverջ կոտորվել ենք, անverջ տվել ենք, անverջ զիջել ենք, անverջ խեղճանալ, ոնց որ հիմա Ղարաբաղը տանք լավ կապրենք։ Խնդրեմ, լավ ես ապրում։ Մեն հիմար կողմ մի փոքրիկ ձակել տամ, այս է մեր հոգեբանությունը։ Հենց այնպես չի գրել։ Հա, դա Թումանյանը ազգի հոգեբանությունն է դա։ Ամենադառը բաները Ռաֆինը գրել մեր մասին։ Հայը չունի պատիվ եւ արժանապատվություն։ Հայը ստրուկել չէ, ստրուկը երբեմն ընդվզում է։ Հայը դիակ է, մեռած է, Ռաֆինը գրել։ Թումանյանը գրում է դառացած ժողովուրդ։ Գրում է որ արտնացնի, հա, բայց մենք չենք արտնանում ըստ էության։ Դա Ռաֆու պես մեծ հայրենասեր անվիճելի է նրա հայրենասիրությունը։
դառնացած զայրույթից այ մարդ էս ինչ վիճակ։ Դպրոցում անգիր ենք անում ձեր ասած այդ կկուն, չարի վերջը ու անցնում գնում է, ուղղակի անգիր ենք անում քննությունը ստանում ենք ու գիտենք, բայց չենք։ Հիմա Թումանյանը դառնացած ժողովուրդ, այսինքն մաղձից բացի այլ բան չկա այս ժողովրդի մեջ։ Մենք իրար ատենք, իրար ուտենք, իրար սպանենք, հետո Թշնամին դրսից, մենք ներսից, ամբողջ մեր պատմությունը սա է եղել։ Նայում ասում ես, աղբակներն էլ իրար ուտում են, հարձակվել են, հերնանցել են։ Մեկը դռները բացել է Թշնամու առաջ, վայ, այս նախարար, այն նախարարը Թշնամի է, մեջը կոտորեք եւ այլ։ Էս է եղել մեր ամբողջ պատմությունը։ Անիում քաղաքեդոնական հավատ, կրոն, առաքելական, բացել Սելջուկներին կանչել եկեք հարկաթոր կաթողիկոսներ։ Հա, եկեք բան արեք, կոտորեք, անին կործանեք։ Նույն հայերը կարսե դարպասները բացեցին։ Նույն մենք 100,000 տարի առաջ անի ենք հանձնել, հետո կարս ենք հանձնել, մի տարի Շուշի ենք հանձնել, Շուշին հանձնել ենք։ Ի վերջո սա ենք չենք փոխվում։ Հիմա այսպես գնալով, էլի մենք մեզ թուրքը ուտելու է։ Ինքը ուժեղ է, կամային է, խելացի է։ Ոչ միայն լավ տվել ես, հիմա չի ասում էլի լավ։ Եկեք ճանապարհները բացենք, առավտուր մենք մեր համար դուք ձեր չես մեր տան։ Մերն ամբողջը, մեր Երևանն է, պիտի տակ, լրի պիտի տակ։ Դուք մեզ ցեղասպանել եք, դուք արա մենք չենք ձեզ ցեղասպան, թե դուք։ Տեսնում եմ, մի տարի առաջ թուրք լրագրողը ինչ է, քարտեզի վրա դրել է ցուցափայտը, ասում է սա Վանն է, Վանում թուրքերը ցեղասպանել են, հայերը ցեղասպանել են թուրքերին ու լացում են։ Սա մուշն է, մուշում հայերը ցեղասպանել են թուրքերին ու լացում է եւ այլն։ Այն ամբողջ ինչ որ մեր գլխին է կատարվել։ Իրենք այլն են, հա։ Լավ, ցեղասպանության արդյունքում Թուրքիան մեծացավ, թուրքերը շատացան, Հայաստանը փոքրացավ ու հայերը քչացան, այ հիմար մեկը չկա այստեղից ասի։ Հիմա որպեսզի Արցախի եւ այլնի հարցը չբարձրացվի, ասում են վերադարձ Արամտյան Ադրբեջան, բայց Արցախի հարցը առանցին է, եթե վերադարձ 5,600,000 Բաքու, Սումգայիթ, Գանձակ եւ այլն ունենք հայեր վերադարձնելու, որ մենք գիտենք։ Իսկ նրանք ոչ թե բռնագաղթեցվել են, այլ բոլորը փաստաթղթավորված է, բոլոր փաստաթղթերը կա, կամ արկուվաճառ փոխանակել են կամ այստեղ արկուվաճառ չեղել։ Խոտի տուկերը բարձեցին տարան, ես հիշում եմ, ես ականացել եմ։ Ոստիկանության ուղեկցությամբ տարան։ Այո, Սուրեն Հարությունյանին, որ մորքուր էին ասում են խես, ասում են մենք փաստաթղթավորենք, որ հետագայում խնդիր չունենանք, բայց այդ մարդը չէր նախատեսել, որ Նիկոլ է ծնվելու։ Նիկոլներ էլի են ծնվելու, վաղնել են ծնվելու, հայ ժողովուրդ, եթե ուզում ես ապրես, միշտ զգուշ եղիր։ Նիկոլներ միշտ ծնվելու են ու բերելու են դրսի աջակցությամբ, ձեր հովանավորությամբ Նիկոլներին դնում եք աթոռին ու այդպես վերջը 7.5 տարի մեր ժողովուրդը նաև չինք վզում այս ամենի դեմ։ Այսինքն մի ժողովուրդ, որը Նիկոլն էլ 2 տարի առաջ ասեց, հա, աշխարհի միջև վերջ հայեր կապրեն, բայց հարցապետություն պետականություն կունենք, թե չէ, իրեն հստակ բացատրել, չեք ունենալու չպիտի լինեք։ Էսա, ուզում ես մնաք հո քարնենա, ինչքան մնաս այնքան կուտես խմես կֆռած աշխարհում լավ կլինի քո համար։ Մեկը ծրագրված է, հայ ու Հայաստան չի լինելու, ձեր ժողովուրդն էլ են կամային ուժեղ հատկությունները չունի, որ կարողանա պահել ու պահպանել։ Մենք չենք սիրում մեր հողը, մենք չենք սիրում մեր տունը։ Դες ասում են հայերը։ Ոչ, թողնել արտագաղթել գան այս վերջի շրջանում Նիկոլի իշխանության գալուց հետո աննախադեպ բան եղել, հայաթափվել է, դատարկվել է մեր սահմանամերձ գյուղերը, բաները լեռնային շրջանները։ Այդ մարդկանց ասում եմ լավ, ձեր ուզած իշխանությունն եկավ եւ այլն, ինչու են արտագաղթում։ Չգիտեմ, մարդիկ չունեն կապվածություն մենք մեր հողի, մեր տարածքի հետ։ Մեր ոչնչի հետ, մենք ուղղակի գնանք Ռուսաստաններում, Ամերիկաներում, Ֆրանսիանում լավ ապրանք այդպիսի հոգեբանություն ունեցող ժողովուրդը շուտ ուշի պետությունը։ Ես շատ դառը, բայց ծանր բան եմ ասում, բայց սա է իրականությունը։ Պետության մասին, բան։ Հա մենք չենք կարող պահել, պահպանել։ Հիմա տեսեք վերջին հարցը, պետություն եք ասում, Փաշինյանը հայտարարեց եւ ԿՊ-ն 4-րդ հանրապետություն իրական Հայաստան ստեղծելու մասին, որին կից նաև ունեն մշակութային հայեցակարգ, որը ինչ որ բաներ է, որը պետք է հարմարեցնի մշակույթը, այսպես եմ հասկանում 4-րդ հանրապետությանը։ Դա Թուրքը Հայաստանն է, էլի։ Սա կները գրաքննություն է թաքնված, թե խաղաղ ապրել հարևաններ, ինչպես իրենք են ասում։ Օրինակ Հուսիկ Արային կարող է դրանով արգելեն գրել
Մուշի, Վանի, չգիտեմ, Ֆիդայու եւ այլնի մասին, հա, ինչ է Դե սա։ հիմա արդեն օրենքը կա արգելում է։ Այդ հայեցակարգը դա է, Գրաքննությունը մցրեցին, ասենք, իրենք պետականորեն ֆինանսավորում կամ աջակցում են կամ չգիտեմ խրախուսում են, այո, այնպիսի մշակույթի, գրականության եւ այլ արվեստի գործերի, որոնց մեջ չկա վրեժ, չկա պատերազմ եւ այլն։ Ես մի առիթով ասացի, տղա ջան, մեր գրականության եւ արվեստի մեջ մշակույթում երբեք չեղել պատերազմի կոչ, վրեժի չգիտեմ ինչի կոչ, հատկապես գնանք։ Եվ ասի համաշխարհային մշակույթում գրեթե չկա հազվադեպ, ես իմ օրինակներ կգտնես, թե չես։ Դու ինչ որ ասում ես, դա չկա։ Դու բայց դրա անվան տակ ցանկացած բան կարող ես այդպես դիտարկել։ Հա։ Համաշխարհի որտեղ եք տեսել, ասեն, գնացեք փրտեք, ջարդեք, տոտորեք։ Անկամ Հոմերոսի Իլիականը, որ տրոյական պատերազմն է, այնտեղ մարդուն է ողբում Հոմերոսը։ Մեծ Այասը սպանվեց եւ այլն, Հեկտորին շատ բարձր գնա։ Վերջում ասում է Աքիլեսին շատ էր սիրում, դերևս Հեկտորին էր շատ գնահատում Հոմերոս։ Ասում է, չեմ կարող Աքիլեսի մահանկարագրել։ Ինքը ամբողջ մարդկային կորստի ոչ թե պատերազմ, աշխարհում չես գտնի, գրեթե չես գտնի գործ, կարող է ինչ որ հիվանդ մարդիկ գրել են, որոշ բաներ գտնենք, նմուշներ, պատերազմի կամ չգիտեմ ինչի կոչ լինի, բայց ինքնապաշտպանության կոչ, չասենք դուք ես պաշտպանել, հայրենիքը պաշտպանել եւ նույն ասենք ռազմակոչը Իսահակյանի ոչ թե պատերազմի կոչ, այլ ասում է ելեք պաշտպանեք ձեր երկիրը։ Ֆաշիստական Գերմանիան հարձակվել է խորհրդային միության վրա։ Այդպես է, հիմա բայց սա բան է, դրա անվան տակ ցանկացած բան կարող են անել։ Իսկ 4-րդ հանրապետությունը հենց սա է, որ չկա ամեն ինչ քո հոգևոր մշակութային արժեքներից, քո մտածողությունից, ամեն ինչից քեզ զրկում ես, դառնում ես մի տարածք, որը թուրքական աշխարհագրական մաս են ճանաչելու, գալու են թուրքեր եւ այլն։ Այսինքն 4-րդ հանրապետությունը հանրապետությունն է, գոյությունն է, որտեղ այս մարդիկ դրան են տանում։ Մեզ վերածել բույսի, բույսը հնձում են, վերջանում է երանդյո։ Որևէ երկրում, որևէ ղեկավար երբևէ չի ասել, եկեք պատմությունը մոռանանք, անցյալը մոռանանք։ Ախպեր ջան, մենք չենք ասում գնանք չգիտեմ ինչեր անենք, բայց ինձ հիշողությունից մի ջնջի։ Ցանկացած մարդ իր հիշողությունն ունի, իր տոհմի, պապերի եւ այլնի մասին, ցանկացած ազգ իր հիշողությունն ունի։ Ադրբեջանը ոչինչ չունի, ասում է ես ունեմ։ Ստեղծում է, հա, հորինում է։ 1936 թվականների Ստալինի հրահանգով մի ռուս էր Ալիևին ասել էր, ոնց որ հորը չկա ծանոթյան վկայականում ազգություն, այնպես էլ քոնը չէր լինի, եթե Ստալինը չհաներ։ Թե ասել էր պապինը չէր լինի հորը կա այդպես։ Վերջը այդ ռուսը ասել է, որ 36 թվականին է Ստալինի հրահանգով Ադրբեջան էթնոս են գրել։ Հիմա սրանք եկել են ասում են Ուրարտուն ադրբեջանականը։ Քանի որ մենք Ուրարտացիենք Երևանը մերն է եւ այ բալամ դուք Ուրարտուն։ Մեր իշխանությունը ասա պատմական Հայաստան, որ ասում են Գառին մերն է, մենք չենք սարքել։ Արա ձեր Էրդողանն ասում է 6-7-րդ դարում ինչ եկել են։ Մեր իշխանությունը պատմական Հայաստան, որ ասում են թշնամություն եք հարություն։ Հա, ասում է եկել ենք այդ Ալթայի կրայից, չգիտեմ, որտեղ տակասն։ Հիմա Սյունիքը տվեք, որ մենք գնանք մեր պապերի հողերին այցելության։ Եվ այլն, ո՞նց է Գառնին սարքել։ Թուրք էթնոս չի եղել։ Գեղարդը կամ բանը ես չգիտեմ, ամառացն եք դուք սարքել։ Դե Արցախում Տիգրան Մեծը Հեյդար Ալիևի պապն էր, որ բանն է Տիգրանը կերտա սարքել։ 4-ից մեկը Արցախում, որտեղ միշտ պատմականորեն են, որ արաբ էր խոսում։ Ասած ձեր անվտանգության միջուկը հայերի։ Ինքը արաբ էր, քրիստոնյա չէր, զարմացա, ասում ես ինչ եք անում եկեղեցու դա։ Եվ ասած բանը անվտանգության միջուկը, հենց բառը հիշում եմ թարգմանել միջուկ, Արցախն է եղել։ Հայաստանի հայության անվտանգությունն է։ Որ այդքան բացատրում ենք այ ժողովուրդ ջան, այ մյուսներ, այ հակառակ խոսացողներ, ոչ թե Հայաստանը կախված, Արցախն է կախված Հայաստանից, այլ Հայաստանն է Արցախից կախված։ Արցախը կորցնելով Հայաստանն են կորցնելու։ Ոչ մեկ չէր հավատում, ոչ մեկը չասեմ, շատերը չէին հավատում, ծիծաղում էին եւ այլն, կամ ոնց այդպես կարող է լինել, բայց հիմա մենք տեսնում ենք, որ այդպես է։ Մենք մի ժողովուրդ ենք, որ տեսնելով էլ չենք հավատում։ Կռապաշտը շոշափելով հավատում է։ Այսինքն մեզ ձեռ չի տալիս, աչքերս կփակեմ։ Ու այսպես են խոսքը շարունակեմ, այսպես ես հույս չունեմ։ Մենք
Չեք տեսնում, հա, ես նայել եմ մասնեի, այդ ամեն ինչը հաղթարելու տարբերակ կա քո գոյատևումը, ոնց ուզում ես նայի, միակ բանն է, որ երկու Թուրքիա ճշնամությունը պահես։ Բարեկամանալու դեպքում մի գերմանացի գիտնականներ վերջերս կար Facebook-ում կարդացի, մեկը գրել էր Աթենք Բրյուսել չվերթի ժամանակ ծանոթացա եւ այլն։ Թուրքագետ համալսարանը Թուրքիայի համալսարաններում Աթենքի եւ այլնի դասախոսում է։ Եվ թուրքագետ է։ Նաեւ թուրքական լոբիով է զբաղվում, այսպես ասեմ։ Ասել է, բայց իսկապես ձեր ժողովուրդը որոշել է բարեկամանալ, խաղաղություն հաստատել Թուրքիայի հետ։ Ասում ես հարցեցի, ես դու ինչ ես կարծում։ Ասաց այն եմ կարծում, որ Ստամբուլի բանի Թուրքիայի հայերի վիճակում եք հայտնվելու։ Եթե թուրքը անվերջ պահանջներ է դնում, անվերջ պահանջներ, Ալիևը անվերջ դնում է, այդ պահանջներին վերջ չկա, վերջը քո ոչնչանալ, Թուրքիան սամր դե հիմա բաց, Մարգարայի կամուրջը բաց։ Այսինքն չեն գա կոտորի, այլ փափուկ ուժով մեզ կդարձնեն ձեր ասած այն համայնքը, ճիշտ եմ հասկանում։ Էնել կանեն, իրենք բոլոր ծրագրերն ու պլաններն ունեն։ Որ պահին, որ օրը, որ պետք է, այսօր հոկտեմբերի 31-ն է կոտորենք, վաղը նոյեմբերի 2-ն է տանենք բնակեցնենք եւ այլն։ Իրենք ամբողջ ունեն օր ժամ-ժամի եւ միջանցքը դա 150 տարվա ծրագիր էր։ Մարդիկ կամայական հատկանիշներ ցուցադրելով եկան տիրեցին։ Ամբողջ թուրքական աշխարհը միավորվեց այդ բանով։ Նժդեհը պատական չէր որ պահեց։ Գոնե այդքանը կարողացավ պահել։ Վերջը սա է ասել է էսը ոչանալու է։ Հիմա կամ մենք պիտի այդ կոշտ հարաբերությունը պահենք Թուրքիայի հետ, կամ բարեկամանալու, այսինքն Պարսիկի պես չի որ ասի ախպեր ջան, սահմանը կա, ռեֆտուր անենք, իրար հետ անվտանգ իրար վրա չարձակվենք, ապրենք։ Չի ասում այս թերևս Պարսիկները ինչ որտեղ կարան, սա Պարսկա Հայաստան է եղել։ Մսջիդները երկու հատ կա Երևանում պարսկական են, պարսկական խանություն է եղել, ոչ թե ադրբեջանական կամ թուրքական։ Սա եղել է Պարսկա Հայաստան, հետո Ռուսաստան, եղել է Տաջկա Հայաստան։ Իսկ Ադրբեջանի մասն ընդհանրապես խոսք չկա։ Ինչի մասն է խոսքը։ Արցախը եւ այլն Ելիզավետպոլի նահանգում է եղել։ 3 մեծ հայկական մարզը, հետո 3 նահանգի բաժանեցին։ Վերջը Սա է կամ դու պիտի իսկ Թուրքիայի հետ եթե դու ասում ես լավ սահմանաբացենք ասում հա դե էս արա անում ես ոնց որ Արցախը տվեք լավ հիմա էլ էս արա հետո անverջ ու ինքը երբեք չի բացելու մեկ էլ նայում ես ասում ես էլ մարդ չկա որ ասի ինչ անեմ էլ ասում ինչ բացեմ իմնա Սա է Թուրքի ծրագիրը, իրանք հստակ գրել են Աթաթուրք, Կոմյուսով, Աթաթուրքից առաջ բոլորը հստակ սևով սպիտակին, որ ինչպես ոչնչացնել հայետնոսը, չպետք է ունենան պետություն եւ պետականություն, հակառակ դեպքում նրանց սահմանադրությունը պետք է ենթարկվի մեզ, մենք պետք է գրենք իրաց սահմանադրությունը, ոնց որ հիմա Ալիևն անում։ Այդ ամբողջ Աթաթուրքը մյուսը գրել են, կա համացանցում Ժորժ ջան, չգիտեմ Google-ով ինչով փնտրեք, գտեք, կարդացեք էլի։ Հոմենակ կարդալը նայելը մեր ուսերին դրված չի։ Մի հատ հասկացեք ինչ է կատարվում։ Ես ոնց ասեմ, ինչ ասեմ, ախ մենք էլ գալիս ենք, հա խոսում ենք, ներվենք այ։ Դո ոչ լսող կա, ոչ ոքի պետքն է, ասում են մտավորականը չի խոսում։ Ասում են դուք ես ճղում ես, խոսում ես, մի օգուտ տվել ես, չէ։ Բայց ես ինչ խոսեմ, ասում եմ չի հասկանում ես ժողովուրդը։ Իր մեկը իր այս շքշում է, իրան տալիս ես Պեգազին հային, ասում ես արա նստի թռի աստղին Չէ, ինքը իր շփիտի քշի գնանգնի տարտարոս անդունդա։ Շատ շնորհակալ եմ եւ հուսով եմ գոնե կամած կամ կաթիլ ձեզ կամ ձեզ նման մարդկանց խոսքը հասնի հասարակությանը։ Շատ աղոտ հույս ունեմ մեր փրկուց, շատ աղոտ, շատ բան մի խոսքով, չէ, ուղղակի ոչ թե իրատեսեմ, ես ավելի ռոմանտիկ, ավելի բան եթերային, բայց այնքան ակնհայտ է այսօրն ու վաղը իմ աչքի առաջ։ Աչքերս փակելու դեպքում էլ տեսնում եմ։ Ու ես եմ տեսնում, որտեղ մենք այս ժողովուրդն ենք հազարամյակներով տվել ենք, զիջել ենք, չարեցնել է գրում, ասում եմ, մեզ առողջ եւ լիարյուն ազգերը չեն հարգում, որտեղ մենք քրոնիկ հող հանձնող ենք եւ մեր տառապանքը դարձնում ենք, չգիտեմ ինչ, ասեմ եմ, ողբոն։ Մի խոսքով էս ենք, գենը չես փոխի։ Ու այս գենը չի կարող։
Շատ շնորհակալ եմ, այսպես ռեալիստորեն էլ ավարտենք։ Հիշեցնեմ կիզակետում այսօր բանաստեղծ Հուսիկ Արաներ, կիզակետի թողարկումներն ու շատ այլ տեսանյութեր դիտելու համար առաջարկում եմ բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, կհանդիպենք։